Թեև Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախը դա Ադրբեջանին է, բայց մյուս կողմից էլ այդ թվում նաև երեք հայտարարեց, որ իրենց կառավարության չափ որևէ մեկը չի արել Արցախի համար, այս հայտարարության ինչ։ Ես շնորհակալ եմ այդ հարցի համար, կուզեի այդ հարցին անդրադառնալ ավելի մանրամասը, որովհետև տարբեր տեղերից ես լսում եմ, որ մեր հարկատուների հաշվին դուք այնտեղ ապրել եք, բարձր թոշակներ եք ստացել, աշխատավարձներ եք ստացել, այո, Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր ևս աջակցություն ուներ ֆինանսական առումով եւ բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձիրակերի նման այնտեղ նստած էինք եւ օգտվում էինք միայն Հայաստանի հարկատուների կողմից տրամադրված կամ պետբյուջեի կողմից տրամադրված գումարների։ Առաջինը այդ գումարները տրամադրվել են որպես միջպետական վարկ։ Դուք տեղյակ եք, որ Արցախի Հանրապետությունը չուներ մաքսային սահման Հայաստանի Հանրապետության հետ եւ չուներ մաքսային ծառայություն եւ այդ ուղղության բոլոր հարկերը վճարում են Հայաստանի Հանրապետության պետբյուջե։ Ինչ Արցախից դուրս էր գալիս, ինչ Արցախ մտնում էր, միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության միջոցով է եւ բավականին մեծ հարկեր էր կուտակվում Հայաստանի Հանրապետության պետբյուջեում։ Մենք ունեինք հանքարդյունաբերություն, ունեինք գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնք դուրսբերման եւ ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացում են Հայաստանի Հանրապետության պետբյուջե, որից մի մասը եւ վճարում էր որպես միջպետական վարկ։ Բացի դրանից, Արցախը Հայաստանի համար վահան է եղել եւ պարզ է, որ պետք է ամեն ինչ աներ, որ այդ վահանը լինի ամուր։ Եվ ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ առաջի հարվածը հենց արցախցիներն են վերցրել իրենց վրա։ Մինչև 2023 թվականը ցանկացած 10 տարեկան երեխա 3 լայնածավալ պատերազմ է տեսել։ Ոնց կարելի ասել, որ մենք այնտեղ ձեզ պահել ենք, դուք այնտեղ լավ ապրել եք, դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Այ այսօր այս բահանի ֆոնին, Արցախի ֆոնին, Կորնձորից եթե չեմ սխալվում, նկարվելու համար Արցախի քաղաքացիներին բերման է եկավ, ԱԱԾ-ին, չեմ սխալվում։ Ինչ հավակնեցավ դուք տեղեկացնում։ Այսօրվա իշխանության քաղաքականության արդյունքն է։ Ուրիշ բան չկա, մի փնտրեք։ Պարոն Շահրամանյան, այն նույն ելույթում, որտեղ ասում է Արցախը ինչով է մերը, պնդում է անում, որ այնտեղ մանկապարտեզ է կառուցվել, դպրոց է կառուցվել, գործարան է կառուցվել, այս պնդմանը դուք ինչպես կմեկնաբանեք։ Կառուցվել թե չի կառուցվել։ Կառուցել, ասում է, ինչով էր Արցախը մերը, այնտեղ կառուցվել են, ուրիշ շեշտում էր, ինչեր կառուցվել են, թե չեն կառուցվել։ Իհարկե կառուցվել են եւ մանկապարտեզներ, եւ դպրոցներ, եւ գործարաններ, ամեն ինչ կառուցվում էր եւ ես ձեզ ասեմ, որ պետական համակարգը ոչ պակաս էր պետական համակարգից, որը գործում է այսօր Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Շահրամանյան, մեկ իրավական հարցերի, որքան հիշում եմ, քննչական կոմիտեում ձեր հետ կապված կամ ձեր մասնակցության քրեական վարույթներ կան, դա ինչ-որ ելք ունեցավ, եթե ճիշտ եմ հիշում, եթե չի մեկ գործը կարծեմ Սամվել Բաբայանի դիմումի հիման վրա է եղել, այս քրեական նախաձեռնությունների ելքը ինչպես է։ Ես տեղյակ չեմ, ում դիմումի հիման վրա են տարբեր քրեական գործեր հարուցվել, հնարավոր է նաև ըստ փաստի արդիվ են հարուցվել։ Ինձ տարբեր քրեական գործերի շրջանակներում հրավիրել են որպես վկա ցուցմունք տալու, ես երբևիցե չեմ հրաժարվել եւ կարգավիճակս չի փոխվել։ Վերջին ամիսներին, ես հիշում եմ մի քանի ամիս առաջ ակտիվ իրար վրա այսպես հրավիրում են, հա, բայց վերջին ամիսներին այդ ակտիվությունը ցուցաբերում է նախաքննական ակտիվությունը կապված է քննիչների ցանկությունից եւ ցանկանում են ցանկություն ունի, ես պատրաստ եմ հանդիպել իրենց հետ, որովհետեւ դա կաշկանդվածություն չունի։ Մեկ ճշտող հարց էլ, Արցախի ներկայացության շենքի ճակատագիրի վերջը ինչ եղավ, նախորդ անգամ երբ այստեղ հանդիպեցինք, հարցուեցի, ասացիք մայիսին է, հա, ինչ փուլում է եւ ի վերջո փորձում են խլել շենքը եւ Գիտեք, ես կընդհանրացնեմ ձեր հարցը։ Այստեղ առանձին ներկայացության շենքի հետ կամ այլ համակարգի հետ կապված հարց չի։ Այստեղ ընդհանուր այդ քաղաքականության հարցն է, որը տարվում է Արցախի եւ արցախցիների հանդեպ։ Ես կուզենայի նաեւ օգտվելով առիթից դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր առաջիկա ընտրություններում կիրականացնեն
իրենց ընտրությունը եւ կընտրեն այն քաղաքական ուժը, որի հետ կշարունակեն ճանապարհը։ Եվ դրանից է կախված, թե Արցախյան շարժումը կշարունակվի, չի շարունակվի եւ այդպիսի հենց հարց դրված է գործող իշխանության կողմից։ Եվ ինձ թվում է այդ ընտրություններում մենք ունենանք հստակություն։ Դուք ինչ որ ուժի հետ որոշում ունեք ընտրությունների այս փուլում, արդյոք սատարում եք ինչ որ ուժի։ Այո, ես դիրքորոշում ունեմ, որը ես պայդորությամբ ճիշտ չեմ համարում ասել, հաշվի առնելով, որ ես համաձայն Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշմանը չեմ հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց արցախցիներին պետք չի ուղղորդել, թե որ քաղաքական ուժին ընտրեն։ Իրենք շատ լավ գիտեն, որ քաղաքական ուժին չպետք է ընտրել։ Այդ բոլորը մասնագրերի խնդիր ունի, չէ՞ պարոն Շահրամանյան, կեսից ավելին չի ստացել դեռ քաշքշուկների։ Քիչ մասն է, որ ստացել են քաղաքացիություն եւ ովքեր որ ստացել են կօգտվեն այդ ընտրության իրավունքից։ Շնորհակալ եմ ձեզ։